Ծխելը վտանգավոր է առողջության, չծխելը պետության հարկերի թեր հավաքագրման համար։ Մի կողմ դնելով ներդրումային ողջ ռիսկն ու գյուտն ընդունել չընդունելու հանգամանքը, SPS Սիգարոն ընկերությունը 2000 թվականի ապրիլից շահագործման հանձնեց ծխախոտաարդյունաբերության իր գործարանը։ Շինությունը ռազմաարդյունաբերական ձեռնարկության նախկին ավիահամալիրն է, այստեղ մինչ օրս ծախսվել է $10 միլիոն։ Արդյունաբերական հոսքագծերը ծրագրավորվել ու պատվիրվել են արտերկրում հատուկ Սիգարոնի համար։ Հումքը 12 տեսակի ծխախոտափունջ ներկրվում են Նորվեգիայից, ֆիլտրը Անգլիայից։ Թուղթը փաթեթավորումը գերմանական Ֆոկե ֆիրմայինն է։ Արտադրությունում հումքի տեղական բազայի ներգրավումը առայժմ բացառվում է, ընդամենը մի անհաջող փորձ է արվել ծխախոտի տուփերը Հայաստանում թողարկելու համար։ Այլ կերպ ասած, կիսաֆաբրիկատ Սիգարոնը արտերկրից բերվում ու պատրաստին արտահանվում է այսօր գրեթե 95%-ով։ 40-ից 60-70 միլիոն արտահանման պոտենցիալը դոլարի մասին է խոսքը, սա բավական լուրջ թիվ է։ Եվ միայն ողջունելի է նման կարգի արտադրությունների ստեղծումը եւ պետք է պաշտպանենք հնարավորություններ ստեղծենք ներդրողների համար։ Ներդրողներին պետք է չխանգարել ու աջակցել, եթե հնարավոր է։ Այս պահին Սիգարոնը աշխարհի կողմից ճանաչվելու եւ համաշխարհային շուկայում մրցությանը դիմանալու խնդիր ունի։ Ձեռնարկության ներկա արտադրողականությունը րոպեում 1473 գլանակ թույլատրում է բավարարել առնվազն 10 երկրի պահանջարկ։ Սպառման շուկայի ընդլայնումը կբերի հզորությունների մեծացման, իսկ դրան խոչընդոտողն այս պահին նաև այն է, որ ծխախոտային արտադրանքի գովազդը արտերկրում սահմանափակ է։ Մեր տեղական ապրանքների առջև փակ են նաև Եվրամիության դարպասները, քանի որ Հայաստանը կառույցին չի անդամակցում։ Դա հաշվի առնելով Լռե Սիգարոնի առավելությունների մասին պարզապես անհնար է։ Սիգարոնի համի, հոտի ու թնդության որակական չափանիշները ամենաքիչը շաբաթը մեկ հաստատում են ամերիկյան ու գերմանական ծագման լաբորատորիաները։ Չծխողների համար ստուգիչ ազդակը չվառված թութունի դուրեկան հոտն է։ Ես ծխող չեմ, բայց բոլորը վկայակոչում է, որ սա միջազգային երևի առաջատարը այս արտադրություններից մեկն է, միգուցե նույնիսկ էքսկլյուզիվ ինչ-որ նշանակություն ունեցող։ Մոլորակի 130 երկրներում առնվազն 20 տարի Սիգարոն ապրանքանիշն ու արտադրատեսակը պաշտպանված են Ժնևյան կոնվենցիայով։ Միջազգային չափանիշները հաղթահարած արտադրանքը Երևանից գնում է նվաճելու աշխարհը։ Ճամփան նույնն է խելոքների ու խելահեղների